Իրավական ակտերի մշակման տեխնիկայի վերաբերյալ հերթական դասընթացն է։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի նախաձեռնությամբ հունիսի 25-ից մեկնարկել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ՆԳՆ համակարգային աշխատակիցները, ովքեր չլինելով իրավաբան առնչվում են իրավական ակտերի նախագծերի մշակման կամ դրանց վերաբերյալ կարծիքների տրամադրման գործընթացին։ Գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից կարևոր է վերապատրաստել հատկապես ոչ իրավաբան աշխատակիցներին, քանի որ իրավական ակտերի մշակման եւ առաջարկների ներկայացման աշխատանքներին ներգրաված են ներքին գործերի նախարարության բոլոր ստորաբաժանումները։ Փորձել ենք դասընթացի շրջանակներում ներկայացնել ամբողջական ընթացքը իրավական ակտի նախագծի մշակման, սկսած գաղափարի ծագումից, հիմնավորումից, մինչև դրա ընթացք, ստորագրում եւ հրապարակում։ Իրավական ակտի հիմնավորման կառուցվածքը դասընթացի առանցքային բաղադրիչներից է։ Մասնակիցների հետ քննարկվում են հիմնական բաժինները, փոփոխությունների շրջանակը ներկայացնելու մանրամասները։ Ունենք առանձին անդրադարձ իրավական ակտի կառուցվածքին, ինչպիսի բաղադրատարեր ունի, մասնավորապես քննարկում ենք ենթաուրեսդրական նորմատիվ իրավական ակտի կառուցվածքը, անդրադարձ ունենք նաև հետագա իրավական ակտի փուլին, այսինքն շրջանառությանը շահագրգիռ մարմինների շրջանում, ինչպես նաև ստորագրման, հրապարակման հետ կապված հարցերին ենք անդրադարձ կատարում։ Դասընթացներն անցկացվում են ինտերակտիվ միջավայրում փոքր խմբերով, որտեղ 15-ից 20 մասնակից հնարավորություն ունեն հարցեր տալ, կարծիքներ փոխանակել եւ կիսվել փորձով։ Նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են ՆԳՆ համակարգի աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործման ու արդի պահանջներին համապատասխան արդյունավետ աշխատանքի կազմակերպման գործում։